մենք արդեն ուզում ենք ներկայացնել մեր վերջին սպիկերին, ով այսօր կներկայացնի խոսա այնպիսի մի հատ կարևոր թեմաներից մեկի մասին, որը հիմա բոլորիդ հետաքրքիր է։ Բերեք մտածենք այսպիսի մի տարբերակ։ Յուրաքանչյուրս կյանքի բոլոր փուլերում անընդհատ աշխատում ենք, կատարելագործվում ենք, մեր հմտությունները էլ ավելի են բարձրանում, բայց դրանից որևէ կերպ մեր կյանքի կենսակերպը ինչ-որտեղ փոխվում է, թե չէ, ինչ է կարծում։ Եթե մենք սովորական աշխատողներ ենք, բարձր աշխատողներ, աշխատավարձող, ու մեր հմտությունները կյանքի փորձը կատարելագործվում են, դա որևէ կերպ ազդեցություն ունենում է մեր կյանքի փոփոխության վրա, մեր կյանքի որակի վրա։ Տարբերակներ, ում մոտ ինչպիսի հետաքրքիր վարձու աշխատող վերցնենք, ու եթե վարձու աշխատող էլ չի, կյանքում հմտությունները աճում են, կատարելագործում ենք, պահել լինում, չէ, որ ուղղակի ժամանակը գործում ենք, բայց արդյունք չենք ունենում, դա հա, մեր գիտելիքն է, մեր հմտությունն է, բայց ֆինանսապես դա մեզ ոչնչով չօգնեց։ Ունենում ենք նմանատիպ տարբերակներ։ Հիմա բերենք, խոսենք, ինչպես Վահրամը նշեց այնպիսի մի թեմայից, որը որ մեր ընկերության մեջ կարևորագույն կետ, կարևորագույն տեղ է զբաղեցնում, յուրաքանչյուր մասնագետի կարիերային աճը։ Կարիերան ամենակարևոր թեմաներից մեկն է։ Երբ որ մուտք ենք գործում ընկերություն, փորձում ենք զարգանալ, աճել, ժամանակի ընթացքում հմտությունները մեծացնում են, բայց դա մեզ պիտի տա որոշակի արդյունք, որոշակի ֆինանսական փոփոխություն։ Իսկ թե որոնք են մեր ընկերությունում կոնկրետ կարիերային աճճանները, ինչպես կարելի է դրանց հասնել եւ ունենալ այդտեղից ինչ-որ եկամուտներ, դրա մասին կխոսա մեր հերթական եւ վերջին այսօրվա մեր ներկայացի սպիկերը, դիմավորեք Սպիկեր, ով 3 բալիկների մայրիկ է, ու դրանով հանդերձ համատեղում է բիզնեսը եւ ընտանիքը փոքրիկների խնամքը ու կարողացել է հաղթահարել ընկերության մեջ բարդ կարիերային աստիճանների փուլերը, հաղթահարելով 3-րդ աստիճանը ստաբիլիզացիա ընկերության մեջ, ովքեր գիտեն ստաբիլիզացիա ընկերության մեջ 3-րդ աստիճանը որն է, advisor, կարևորագույն կետ, կարևորագույն աստիճան, դառնալով advisor, նա այսօր կօգնի մեզ յուրաքանչյուրիս ինչպես օգնել է իր թիմի շատ անդամների հաջողության հասնել։ Պատրաստ ենք բացահայտելու գաղտնիքները մեր ընկերության մեջ կարիերային աստիճաններով վեր բարձրանալ։ Միանշանակ, այո, ծափերով դիմավորենք Լալա Սարգսյան, խոսքը ձերն է։ Ինչպես Հայկ Ալեքսանյանը կասեր, օզոնի միջոցով հասկանանք դահլիճի տրամադրությունը ու արդյոք օգնել եք, թե չէ։ Դա հասկանանք։ Ուրեմն ինչպես նշեցին մեր հաղորդավարները, այսօր ես կօգնեմ ձեզ հասկանալ այն գաղտնիքները, որով ցանկացած ստաբիլիզացիա ընկերություն մուտք գործող գործընկեր ցանկանում է ակտիվ աշխատել, հա, այսպես ասեմ։ Ուրեմն ամենասկզբից նշեմ, որ 2 տարի մի փոքր ավել ընկերության մեջ եմ ու 3 երեխաների մայր լինելով ես հասցնում եմ եւ բիզնեսը եւ ակտիվ աշխատանքը։ Մինչեւ անդրադառնալով թեմայի բուն իմաստին, ուզում եմ հասկանալ, ուզում եմ ձեզանից հարցնել, դահլիճում կան մարդիկ, ովքեր ունեն մասնագիտություն։ Լավ, իսկ ովքեր են աշխատում իրենց մասնագիտությունով։ Քչերը։ Իսկ կան մարդիկ, ովքեր չունեն մասնագիտություն։ Ունեք մասնագիտություն։ Ինչի համար եմ այս հարցը տալիս, քանի որ ես ինքս դպրոցում լավ սովորելով, բայց ավարտելուց հետո ինչ-ինչ հանգամանքների բերումով
դպրոցից հետո ուսում չեմ ստացել, բայց դա ինձ չի խանգարել կայանալ այստեղ։ Երբ 2 տարի ու կես առաջ մուտք գործեցի ընկերություն, ճիշտն ասած, ոչ լուրջ նպատակներով էի ընկերություն մուտք գործել, բայց երբ որ մի փոքր խորացա, ինֆորմացիան ստացա, մանրամասները, ընկերության հնարավորությունները, որոշեցի ակտիվ գործունեություն ծավալել, բայց ըստ ձեզ, որն էր իմ ակտիվ գործունեություն ծավալելու նպատակը, տարբերակներ, ստանալ երազած մասնագիտությունը, որը ճանապարհորդել եմ, ճիշտ ասած դա ևս նպատակներից մեջ էր, ուրիշ տարբերակներ, Մարդկանց օգնելը։ լավ, շատ չտանջեմ ձեզ ու ասեմ, երբ ընկերության մեջ մի փոքր ինֆորմացիա ստացա, հասկացա, որ ես կարող եմ օգնել շատերին։ Ունենալ այն, ինչը որ չունեն, ու մարդիկ կան, կոնկրետ ինձ կան մարդիկ, ովքեր չունեն բնակարան, եկել են բնակարան ունենալու համար։ Մարդիկ կան, ովքեր ուզում են ճանապարհորդել, շուտով կսկսեն ճանապարհորդել։ Մարդիկ կան, աշխատում էին, բայց չունեին ֆինանսական գրագիտություն, ու չեն կարողանում իրենց ֆինանսները կառավարել։ Ու այդ ամեն ինչի մեջ հմտանալով, այդ ամեն ինչի մեջ խորանալով, մի փոքր ձեռք բերելով, սկզբնական շրջանում, մի փոքր ձեռք բերելով այդ ֆինանսական գրագիտությունը սկսեցի հնարավորություն տալ այդ մարդկանց։ Հիմա ես սլայդերը պատրաստեմ։ Նախ, ինչպես սկսել գործընկերային բիզնես, այսպես ասեմ, ամենաառաջին կետը, որ մեզ կտանի դեպի հաջողություն, դա դիմացինին ձեռք մեկնելու ցանկությունն է, պատրաստականությունը, որովհետև ինչպես միշտ Հայկ Ալեքսանյանն է ասում, եթե մենք հաճախորդին նայում ենք դոլարի աչքերով, որ տվյալ մարդը գա, գրանցվի, ես գումար ստանամ, հիմնականում չեն գալիս, մարդու հոգեբանությունն այնպիսին է, որ զգում է, որ դու իրեն գրանցում ես ուղղակի եկամուտ ստանալու համար, բայց երբ կա այդ օգնության հնարավորությունը ու երբ որ դու ցանկանում ես օգնել դիմացինին, իր խնդիրը տեսնելով, իր խնդրի լուծումը տալով, ու երբ որ իր խնդրի լուծումը գտնում է այստեղ, տվյալ կլիենտը միանշանակ դառնում է գործընկեր։ Հիմա կցանկանամ ձեր միջոցով, հարցերի միջոցով հասկանանք կոնկրետ ստաբիլիզի ընկերության մի քանի առավելություններ։ Դուք ասեք, ինչ առավելություններ ունի ստաբիլիզի ընկերությունը։ Ինչ առավելություններ ունի ստաբիլիզի ընկերությունը։ Ցանցային մարքեթինգային ուղղության մեջ, այսպես ասեմ։ Տարբերակներ։ Տարբերակ, ուրիշ տարբերակ, նվերներ, հետո, ճանաչում, հետո, կոնկրետ ցանցային մարքեթինգի կետերից մեկն եմ դուք ուզում ասեք, այսինքն շրջանառության հետ կապված, ապրանքը շրջանառության։ Շրջանառությունը կուտակային է, ամենակարևոր կետը, կոնկրետ ինֆորմացիա ունեմ մի քանի այդ ցանցային մարքեթինգներից, այսպես ասեմ, որ ինչ-որ որոշակի ժամանակահատվածում պետք է կատարվի որոշակի շրջանառություն, տվյալ ձեռք բերված ստատուսը պահելու համար, Մեր ընկերության մեջ շրջանառությունը կուտակային է, այսինքն առաջին ստատուսը, այսինքն առաջին կոչումը ունենալու համար մեզ չի տրվում հստակ ժամանակահատված, օրինակ, ենթադրեք, ես ուզում եմ, չգիտեմ, մի ամսի ժամանակ տան ու ասեմ, մեկ ամսում դու պետք է բացես կարիերային առաջին աստիճանը։ Ամենակարևոր կետերից մեկն է ու ցանցային մարքեթինգով զբաղվողների ցավը, հիմնական ցավը դա է։ Շրջանառության, ապրանքաշրջանառության զրոյացումը, որ չի զրոյանում մեր ապրանքաշրջանառությունը։ Հաջորդ կարևոր կետերից մեկը, որն է,
մուտքի ցածր շեմ, բայց ոչ թե որպես սեփական բիզնես այդ հնարավորության մասին չեմ ասում, կոնկրետ ցանցային մարքեթինգի ուղղվածությունների հետ կապված եմ հարցնում։ Ասեք։ Ժամկետակ ապրանքներ չկան ու չկա պարտադիր ապրանքաշրջանառություն, այսինքն անձնական ապրանքաշրջանառություն, այսինքն ենթադրենք ինչ-որ մեկը մուտք գործեց ընկերություն, կցանկանա կավելացնի իր կապիտալը, չի ցանկանա չի ավելացնի, չէ՞։ Կստանա իր կապիտալի համապատասխան եկամուտը, եթե չի ցանկանում, բնականաբար չի ստանա։ Հաջորդ կետերից մեկը, կարևոր կետերից մեկը հաջորդ կարևոր կետերից մեկը կոնկրետ մարքեթինգի հետ կապված։ Կոնկրետ մեր ընկերության մեջ ստատուսները ցմահ են ստատուսները ու տվյալ ստատուսը պահելու համար էլի ու էլի մեզ հարկավոր չէ ինչ-որ ապրանքաշրջանառություն, հարկավոր չէ ինչ-որ ժամանակ, որովհետեւ մենք կարողանանք տվյալ մեր ստատուսը պահել։ Այդպես է թե չէ, ինչ-որ մեկի ձեռքից ստատուսները վերցրել են այսքան ժամանակ։ Կամ, չգիտեմ, ստատուսն ունեք, շրջանառություն չեք անում կամ քիչ եք անում, տոկոսներ չտան, որովհետև դուք քիչ եք տալիս, քիչ եք շրջանառություն անում։ Ահա, կոնկրետ դա շրջանառությունների, ապրանքաշրջանառությունների հետ կապված։ Կարիերային նվերները նայեք սլայդերին ու ասեք կոնկրետ ցանկացած, այսպես ասեմ, ցանկացած ստատուս ընկերության մեջ կարիերային աստիճան ունի իր նվերը, չէ՞, գումարային տեսքով։ Դե հիմա տալիս են գումարային տեսքով, բայց հիմնականում հատկացվում է գումարը նշված ապրանքների համար, որ նվեր օրինակ կցանկանաք ստանալ ընկերության կողմից։ Ժամացույց։ Այսինքն ճանապարհի կեսն եք ուզում անցնել։ Ինքնատիպ ցանկացող չկար։ Ես որտեղ յախտան։ Բայց յախտան դրանից առաջ էր, կարող եք յախտան վերցնել, հետո ինքնատիպը։ Իսկ ով է մտածում, որ հնարավոր է ունենալ նման արդյունք։ Իսկ ինչ ենք անում նման արդյունք ունենալու համար։ Գործողություն։ Իսկ գործողության մեջ ինչ է մտնում։ Այսինքն հետևել սխեմային։ Գիտեք, որ մենք ունենք սխեմաներ։ Այսինքն հետևելով սխեմաներին, լսելով կուրատորին, անպայման կհասնեք նշված ստատուսներին, հա, ստատուսներին ու նաև նվերներին։ Տեսեք, օրինակ, դե նշվեց, որ ես արդեն 3-րդ կարիերային աստիճանին եմ հասել ու շատ հաճախ ինձ իմ մտերիմներից հարցնում են, հարցրել է, որ այդ ամբողջ ընթացքում դու աշխատում ես, եկամուտ չես ստանում, հենց բացում ես միանգամից քեզ այդ եկամուտն են տալիս, այդ նվերը, հա, դու այսինքն աշխատում ես ու այդ նվերի համար, չէ՞, բայց այդ ընթացքում եք եկամուտ ստանում եք, այսինքն մենք ստանում ենք եւ ընթացիկ եկամուտը, տոկոսները, այնտեղ մարքեթինգային տարբերություններից ու նաեւ ստանում ենք կարիերային նվերը, չէ՞։ Էլ ինչ հնարավորություն կա ընկերության մեջ։ Ավտոծրագիր, քանիսներ, քանի մեքենա կարող եք ընկերությունից վերցնել։
իսկ դա կարիերային աստիճանի հետ, կարիերային նվերների հետ ինչ որ կապ ունի, թե չէ։ Այսինքն պետք է ինչ որ կարիերա բացենք, հետո վերցնենք կամ չգիտեմ, ինչ որ կարիերային աստիճանի դիմաց, հա, տան ինչ որ ավտոմեքենա։ Այսինքն minimum advisor ու կարող ենք 6 տեսակի ավտոմեքենա վերցնել, չէ՞, ընկերությունից։ Ու տարբեր աստիճաններով։ Արդեն տարբեր ժամանակահատվածներում գնալով, կատարելագործելով մեր աշխատանքը, գնալով, ավելացնելով մեր աշխատանքը, մենք կարող ենք վերցնել մեքենա ընկերությունից։ Ընկերությունից Հայաստանում արդեն նշվել է, որ հայ գործընկերներից ընկերությունից մեքենա վերցրել են առայժմ 4 գործընկեր։ Այստեղ հաստատ պետք էր օզոնը։ Ու շուտով Հայաստանում էլի կլինեն ավտոմեքենաներ, քանի որ գիտենք ընկերությունը զարգանում է, աշխատանքները շատանում են ու ձգտող գործընկերների քանակը ևս մեծանում է։ Ընկերության մեջ ամենակարևոր կետերից մեկը, որ ընկերությունը շեշտադրում է, որն է։ Ուսուցումը, որի հիմքում ընկած է ճանապարհորդությունը, չէ՞։ Ճանապարհորդությունը մինչև, այսպես ասեմ, ուսուցման փուլը, առաջինից երրորդ փուլերը իրենք կատարվում են օնլայն տարբերակով ու ինչու՞մն է կայանում օնլայն ուսուցումների կարևորությունը։ Օնլայն ուսուցումները կարծես փոքրիկ աստիճաններ լինեն, որ ընկերությունը ուսուցումները տեղադրել է, այսպես ասեմ, նախ ինֆորմացիան տալու կոնկրետ գործընկերներին, հետո փոքր աստիճաններով բարձրանալու արդեն կարիերային աստիճաններին։ Իրականում ուսուցումները շատ են հեշտացնում գործընկերների աշխատանքը։ Առաջին, երկրորդ, երրորդը, արդեն չորրորդը ընկերության հաշվին լինում է ուսուցումը անվճար։ Հայաստանի գործընկերներից մասնակցել են կոնկրետ մոդուլներին 2023 թվականի հայ լիդերներից Արփինե Սարգսյան, Շողեր Մնեյան, Հայկ Ալեքսանյան, Հիպարիտ Զաքարյան, Միհատ Էլոզոն։ Մեր ծափահարությունների փոխարեն երևի այսօր օգտագործենք օզոնը։ Մարինե Մելքոնյան։ Մարինե Մելքոնյան, որոնք մասնակցեցին Եգիպտոսում։ Ահան ու նաև նախորդ տարի Ալանիայում Ինչպես։ Մոնակոյի է նախորդ տարի 2024 թվականի ապրիլ ամսին մեկնեցինք ճանապարհորդության ես Բավական Սարգսյանը, իմ կուրատորը ու Ռայա Գրիգորյանը ծափահարություններ։ Նաև ունենք պատրաստի լիդերներ, ովքեր շուտով կմեկնեն ճանապարհորդության, ընդ որում ընկերության հաշվին ու բոլորովին անվճար։ Ընկերությունը նաև ունի որոշակի, այսպես ասեմ, պայմաններ, որ տվյալ պայմանները կատարելուց հետո կարող են մասնակցել ընկերության հաշվին ճանապարհորդությանը, որոնցից երկուսը Բավական Գրիգորյանը, Մարինե Մելքոնյան, երկուսն էլ Մոնակո մեկնելու թույլտվություն ունեին, հա, սերտիֆիկատ ունեին, բայց մեկնեց մենակ Մարինե Մելքոնյանը որոշակի հանգամանքներով պայմանավորված։ Իրականում ընկերությունը տալիս է շատ մեծ հնարավորություններ, թե կարիերային աստիճաններով բարձրանալու, թե ճանապարհորդելու ու մեզանից յուրաքանչյուրը կարող է հասնել այդ կետին։ Ես ինքս ինձ վրա օրինակ բերելով, ես երբեք չեմ մտածել, որ կարող է ինչ-որ մի օր, հա, ես
մասնակցեմ թե ճանապարհորդության, թե ունենամ կարիերային աստիճաններ, թե կանգնած լինեմ այստեղ բեմում, բայց երբ կա նպատակ, երբ կա ցանկություն ու այդ ցանկության հետ միաժամանակ կա նաև աշխատանք, բոլոր նպատակները, բոլորիս նպատակները կարող են իրականություն դառնալ ու հենց ընկերության շնորհիվ։ Ու մի կետ էլ անդրադառնամ, տեսեք շատերը կոնկրետ ստատուսներ, կարիերային աստիճաններ ձեռք բերելու ճանապարհին, շատ եմ լսում, երբ որ ասում են աշխատում եմ, ամբողջ օր աշխատում եմ, բայց չկա արդյունք։ Ինչի համար չկա արդյունք, ըստ ձեզ։ Տարբերակներ։ Ինչպես։ Առաջին չկա որոշում, հետո կխնդրեմ Արփին Սարգսյանին չպատասխանել։ Քանի որ այդ ամեն ինչը մենք սովորել ենք ձեզանից, Վարիձ Զաքարյանից, Հայկ Սարգսյանից, ես կցանկանամ դահլիճի մյուս մասնակիցներից։ Հայկ Սարգսյաններից գերակշռում ենք, դահլիճի մյուս մասնակիցները։ Ուրիշ տարբերակ։ Չկա դիմացինին օգնելու ցանկություն։ Երբ որ ցանկանում ես դու, բարձրանալ կարիերային աստիճանով, դու նախ առաջինը պետք է օգնես քեզանից ներքև գտնվող մարդուն։ Կարիերային աստիճանը դա հետևանքն է արդեն։ Կարիերայի ձեռքբերումը հետևանքն է։ Գործողությունից հետո։ Իսկ եթե ուղղակի օրինակ, ես չգիտեմ, իմ գործընկերներից մեկին, ասեմ դու պետք է անես, որովհետև ես ուզում եմ բարձրանալ ես ինչ կետին, տվյալ գործընկերը իր շահը չունի։ Հենց այդ շահը ասելով իր օգուտը չունի։ Հենց այդ պատճառով ամենայն հավանականությամբ գործողություն չի լինի։ Այնպես որ մեր լոգոն, սրանք ճանապարհորդություններն են, որոնք հիմա լոգոյին կանդրադառնամ, այն ճանապարհորդություններն են, որոնք կայացել են ընկերության հետ, մասնակիցները Վրաստանում, Եգիպտոսում, Դուբայում, ես հիմա հասկանում եմ, որ ես այդ տեսողության հետ կարելի արդեն դիմել բժշկի։ Թուրքիա, Հայաստան 2024 թվականին արդեն 2 անգամ, սա արդեն 3-րդ անգամ, բայց մենք մերոնցով, այսպես ասեմ, Սլովակիա, մի խոսքով, կոնկրետ մեր լոգոն ձեր խորհրդատուն կօգնի ձեզ, սա ինչ է նշանակում։ Մեր լոգոն կոնկրետ հենց այդ օգնող ձեռքն է, այդ օգնող ձեռքն է, ով ձեզ բերել է ընկերություն, եթե դուք լսեք ձեր կուրատորներին, հետևեք խորհուրդներին ու անեք այնպես, կատարեք այն քայլերը, որոնք որ հուշում են ձեզ ձեր կուրատորները, անպայման կունենաք հաջողություն, քանի որ ձեր կուրատորներից բացի, ձեր կուրատորներից շատ ձեր հաջողությունը ոչ մեկ հաստատ չի ցանկանում։ Նույնիսկ դուք, հավատացեք, նույնիսկ դուք, ձեր կուրատորները ամենաշատն են շահագրգռված, որ դուք զարգանաք այս բիզնեսում։ Օզոն։ Բուրըն ծափարություններով Լալա Սարգսյան, ինչպես ինքը ասեց Սարգսյանները գերակշռում։ Լալա Սարգսյանին շնորհակալություն հետաքրքիր ինֆորմացիայի համար։ Սարգսյանները այսպես չասած գերակշռում